Երբ հոգեբույժները բացեցին Դոնարայի բժշկական քարտը, նրանք գտան մի փաստաթուղթ, որը 30 տարի թաքցված էր պահվել Սովետական Միության գաղտնի արխիվներում։ Այդ թղթի վրա կարմիր մատիտով գրված էր մեկ բառ՝ ժառանգական։ Բժիշկները գիտեին, որ այս ախտորոշումը նշանակում էր մահավճիռ ոչ միայն հայտնի երգչուհու համար, այլ նրա ապագա սերունդների համար, բայց ով էր այն մարդը, որը որոշեց թաքցնել այս ճշմարտությունը հանրությունից, ինչու՞։ Դոնարային թույլ տվեցին ծնել երեխա, երբ բժիշկները արդեն գիտեին, որ նրա արյան մեջ կրում է մահացու գեները, ով էր պատասխանատու այն ողբերգության համար, որը տասնամյակներ անց կործանեց ամբողջ ընտանիքը։ Այսօր մենք կբացահայտենք այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, Դոնարան չգիտեր իր իսկական ախտորոշման մասին, մինչ չափազանց ուշ էր։ Նրան խաբեցին, օգտագործեցին, դատապարտեցին լռության, որպեսզի պահպանեն սովետական էստրադայի փայլուն կերպարը։ Բայց ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույս։ 1970-րդ թվականների վերջերին, երբ Դոնարա Պետրոսյանի անունը հնչում էր Երանի յուրաքանչյուր անկյունում, քիչ ով գիտեր, որ այս երգչուհին արդեն տարիներ շարունակ պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ։ Նրա ձայնը հիացնում էր միլիոնավոր սրտերը, նրա երգերը հնչում էին ռադիոյով առավոտից երեկո, իսկ համերգների տոմսերը վաճառվում էին րոպեների ընթացքում, բայց բեմի փայլի ետում թաքնված էր մի ողբերգություն, որի մասին խոսել արգելված էր։ Դոնարան տառապում էր հոգեկան խանգարումներից, որոնք Սովետական Միությունում համարվում էին ամոթալի գաղտնիք, նրա մոտ էին լինում տրամադրության կտրուկ փոփոխություններ, մի օրը նա էր էներգիայով լի աստղը, որը կարող էր երգել 6 ժամ անընդմեջ, հաջորդ օրը՝ կոտրված կին, որը չէր կարող ոտքի ելնել անկողնուց։ Նրա մերձավորները նկատում էին, թե ինչպես է նա երբեմն խոսում անհասկանալի բաների մասին, տեսնում մարդկանց, ովքեր այնտեղ չկային, լսում ձայներ, որոնք հնչում էին միայն նրա գլխում։ Բայց սովետական համակարգում հոգեբուժական օգնություն ստանալը նշանակում էր կարիերայի ավարտ, հասարակական մահ, անվանի արտիստի համար ամբողջական կործանում։ Դոնարայի ամուսինը Արամը աշխատում էր Երանի օպերայի բալետի թատրոնում որպես դեկորատոր։ Նա էր այն մարդը, ով առաջինը նկատեց, որ կնոջ հետ ինչ-որ բան սխալ է, բայց երբ նա փորձեց խոսել Դոնարայի մենեջերի հետ, ստացավ սառը պատասխան. «Քո գործը դեկորներ նկարելն է, ոչ թե բժշկական ախտորոշումներ տալը»։ Արամը հասկացավ, որ Դոնարան արժեքավոր ապրանք էր, որը բերում էր հսկայական եկամուտներ պետական համերգային կազմակերպություններին։ Նրա համերգներից ստացված գումարները հոսում էին դեպի Մոսկվա, իսկ տեղական ղեկավարները ստանում էին պարկներ բարձրացումներ։ Ով էր ուզում կորցնել այդ ոսկե հավը։ Արամը սկսեց գաղտնի տանել Դոնարային մասնավոր հոգեբույժի մոտ, բայց բժիշկը, տեսնելով երգչուհու վիճակը, ասաց ահավոր բառեր՝ «Սա ժառանգական է, եթե նա ունենա երեխա, հիվանդությունը կարող է փոխանցվել»։ Արամը չհավատաց, նա մտածեց, որ սա պարզապես ժամանակավոր ճգնաժամ է, որ սերը, խնամքը կկարողանան բուժել ամեն ինչ։ Նա սխալվեց։ 1981 թվականին Դոնարան հղիացավ։ Այս լուրը նրա ընտանիքի համար էր երջանկության պահ, բայց նա սարսափի սկիզբը։ Հղիության ընթացքում Դոնարայի վիճակը կտրուկ վատացավ, նրա հոգեկան խանգարումները ուժեղացան։ Սկսվեցին հալյուցինացիաներ, որոնք դարձան ավելի ինտենսիվ վախեցնող։ Նա երբեմն արթնանում էր գիշերվա մեջ գոչում, որ տեսնում է արյուն իր ձեռքերի վրա, թե ոչինչ չկար։ Բժիշկները խորհուրդ էին տալիս ընդհատել հղիությունը, բայց Դոնարան հրաժարվեց։ Նա ուզում էր այդ երեխային ավելի, քան ցանկացած բան աշխարհում։ Նրա մենեջերը նույնպես պնդում էր, որ հղիությունը պահպանվի, պատճառաբանելով, որ մայրության պատկերը կբարձրացնի երգչուհու հանրաճանաչությունը։ Արամը զգում էր, որ իրենք գտնվում են աղետի եզրին, բայց նա անզոր էր։ Համակարգը արդեն որոշել էր Դոնարայի ճակատագիրը, ոչ ոք չէր հարցնում նրա կամքը։ Երբ ծնվեց Տիգրանը, ամբողջ Երանը խոսում էր այս իրադարձության մասին։ Դոնարայի երեխան համարվում էր ազգային գանձ, լրագրողները գրում էին վառ հոդվածներ, իսկ երգչուհին ստանում էր հարյուրավոր շնորհավորական նամակներ, բայց ծննդաբուժական տանը, որտեղ Դոնարան ծնեց, բժիշկները փոխանակում էին անհանգիստ հայացքներ։ Նրանք նկատեցին, որ նորածինը ուներ որոշակի նշաններ, որոնք կարող էին վկայել նյարդային համակարգի խնդիրների մասին, բայց այս տեղեկությունը երբեք չհասավ Դոնարայի ականջին։ Նրա բժշկական քարտում գրեցին. Առողջ տղա, քաշ 3 կիլոգրամ 500 գրամ, ճշմարտությունը թաքցվեց, ինչպես թաքցվում էր ամեն ինչ այն ժամանակներում։ Դոնարան երջանիկ էր, նա չգիտեր, որ իր արյան մեջ գրած գենետիկ ժամացույցը արդեն սկսել էր հաշվարկը իր որդու համար։ Առաջին տարիները Տիգրանը թվում էր նորմալ երեխա, նա աճում էր, սովորում խոսել, քայլել, ժպտալ իր մոր երգերին։ Դոնարան նրան տանում էր իր համերգներին, փոքրիկ Տիգրանը նստում էր բեմի ետում, լսելով մոր ձայնը, որը լցնում էր հսկայական դահլիճները։
Բայց երբ տղան դարձավ 4 տարեկան, սկսվեցին առաջին անհանգստացնող նշանները, նա դարձավ անհանգիստ, սկսեց վատ քնել, երբեմն արթնանում էր գիշերվա մեջ լաց էր լինում առանց ակնհայտ պատճառի, Դոնարան տեսնում էր այս ամենը սարսափում էր, նա ճանաչում էր այս նշանները։ Որովհետև դրանք նույնն էին, ինչ նա զգում էր իր մեջ, բայց նա չէր ուզում հավատալ, որ իր սիրելի որդին կարող է ժառանգել նրա անեծքը, նա աղոթում էր, հուսով էր, ժխտում էր ակնհայտ փաստերը։ Արամը փորձեց տանել Տիգրանին բժշկի մոտ, բայց Դոնարան հրաժարվեց, նա վախենում էր, որ եթե բժիշկները հաստատեն նրա վախերը, ապա նա չկկարողանա ապրել այդ մեղավորության հետ, նրա մենեջերը նույնպես պահանջում էր, որ ընտանիքը չստեղծի սկանդալներ, որովհետև Դոնարայի հանրային կերպարը պետք է մնար անբասիր, երգչուհին գտնվում էր ծուղակում, մի կողմից նրա մայրական սերը, մյուս կողմից համակարգի անողոք պահանջները, իսկ մեջտեղում փոքրիկ տղա, որի ճակատագիրը արդեն կնքված էր նրա ծննդյան պահից։ Դոնարան շարունակեց երգել։ Շարունակեց ժպտալ բեմերի վրա, բայց ներսում նա մեռնում էր, գիտակցելով, որ իր արյունը դարձել է նրա որդու դատավճիռը։ 1986 թվականին, երբ Տիգրանը դարձավ 5 տարեկան, տեղի ունեցավ այն դեպքը, որը փոխեց ամեն ինչ, մանկապարտեզում ուսուցիչները նկատեցին, որ տղան սկսել է խոսել ինքն իր հետ, տեսնել բաներ, որոնք չկային, երբեմն դառնում էր ագրեսիվ առանց որևէ պատճառի, նրանք կանչեցին Դոնարային Արամին ասացին, որ Տիգրանը պետք է տեսնի հոգեբույժ, այս անգամ Դոնարան չկարողացավ հրաժարվել, երբ նրանք տարան տղային հատուկ կլինիկա, բժիշկները կատարեցին մանրակրկիտ հետազոտություններ տվեցին ախտորոշում, որը Դոնարայի համար հնչեց որպես մահավճիռ, ժառանգական հոգեկան խանգարում, փոխանցված մայրից, բժիշկը նայեց Դոնարային ասաց բառեր, որոնք նա երբեք չէր մոռանա, դուք գիտեիք ձեր ախտորոշման մասին, երբ որոշեցիք ունենալ երեխա։ Դոնարան չկարողացավ պատասխանել, նա իմացավ, որ նրան խաբել էին, թաքցրել էին ճշմարտությունը, օգտագործել էին որպես շահույթի գործիք, անտեսելով նրա ապագա երեխայի կյանքը։ Այդ օրվանից Դոնարայի կյանքը վերածվեց անդունդի, նա շարունակեց երգել, որովհետև պայմանագրերը պահանջում էին, բայց նրա ձայնը կորցրեց իր նախկին կրակը, լսողները նկատում էին, որ ինչ-որ բան փոխվել է, բայց չգիտեին ինչ։ Դոնարան ապրում էր կրկնակի ցավի մեջ, իր սեփական հիվանդության իր որդուն փոխանցած անեծքի, նա սկսեց խմել, փորձելով հանգեցնել ներքին տանջանքները, բայց ալկոհոլը միայն վատացնում էր նրա վիճակը, Արամը փորձում էր պահել ընտանիքը, բայց նա նույնպես կոտրվում էր այս ծանրության տակ, Տիգրանը մեծանում էր։ Տեսնելով իր մոր տառապանքները, նրա սեփական հիվանդությունը ուժեղանում էր օրեցօր, ընտանիքը, որը մի ժամանակ համարվում էր սովետական էստրադայի փայլուն օրինակ, այժմ դարձել էր ողբերգության թատերաբեմ, որտեղ յուրաքանչյուր դերակատար կրում էր անտանելի ցավ։ Բայց ամենավատը դեռ առաջ էր, Դոնարան սկսեց հետազոտել իր բժշկական պատմությունը, բացահայտեց սարսափելի ճշմարտություն, նրա ախտորոշումը հայտնի էր եղել բժիշկներին դեռս 1974 թվականից, բայց այն գաղտնի պահվել էր նրանից, պետական համերգային կազմակերպության պահանջով, կային փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ բժիշկները խորհուրդ էին տվել նրան չունենալ երեխաներ, բայց այս տեղեկությունը երբեք չհասավ Դոնարայի ականջին, նրա մենեջերը, նրա բարեկամները, նույնիսկ որոշ բժիշկներ։ Բոլորը մասնակից էին այս խաբեության, նրանք որոշեցին, որ Դոնարայի կարիերան ավելի կարևոր է, քան նրա անձնական երջանկությունը կամ նրա ապագա երեխայի առողջությունը, երբ Դոնարան հասկացավ սա, նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց, նա այլևս չէր այն երգչուհին, ով հիացնում էր հանդիսատեսին, նա դարձավ կին, որը դատապարտված էր ապրել իր մեղավորության հետ, գիտակցելով, որ իր արյունը դարձել է նրա որդու անեծքը։ Ինչ տեղի ունեցավ հետո, ինչպես Տիգրանը ապրեց իր մանկությունը, իմանալով, որ նա կրում է մահացու ժառանգությունը, ով էին այն մարդիկը, ովքեր որոշեցին թաքցնել ճշմարտությունը Դոնարայից, արդյոք նրանք երբեք պատասխան տվեցին իրենց արարքների համար, ինչպես Դոնարան փորձեց փրկել իր որդուն, երբ արդեն ուշ էր, ինչպիսին էր այն վերջին խոսակցությունը նրանց միջ, որը փոխեց ամեն ինչ, պատասխանները սպասում են մեզ հաջորդ գլուխներում, որտեղ մենք կբացահայտենք ողբերգության ամբողջ խորությունը, կպարզենք, թե ով իսկապես պատասխանատու է այն արյան անեծքի համար, որը ոչնչացրեց ամբողջ ընտանիքը։ Երբ Տիգրանը դարձավ 7 տարեկան, Դոնարայի անձնական օրագրում հայտնվեց մի գրառում, որը 30 տարի անց գտավ նրա քույրը Լուսինեն, այդ էջի վրա դողդոջուն ձեռագրով գրված էր, այսօր Տիգրանը հարցրեց, թե ինչու մայրիկը երբեմն լացում է առանց պատճառի։ Ես չկարողացա նրան ասել ճշմարտությունը, ինչպես կարող եմ բացատրել 7 տարեկան երեխային, որ նրա մայրը փոխանցել է նրան մահացու ժառանգություն, ինչպես կարող եմ ասել, որ ես գիտեի, բայց ինձ ստիպեցին լռել։ Այս օրագիրը պահվում էր Դոնարայի հին սնդուկում, փակցված։
Երկաթյա կողպեքով, որի բանալին նա միշտ կրում էր իր պարանոցին կախված, Լուսինեն պատմեց, որ երբ նա բացեց այդ սնդուկը քրոջ մահից հետո, ներսում գտավ ոչ միայն օրագիրը, այլ փաթեթ նամակներ, որոնք ուղարկված էին դոնարային անհայտ մարդուց, ստորագրությամբ. «Քո խղճմտանքը»։ Այդ նամակներում մարդը գրում էր, որ նա եղել է այն բժշկական հանձնաժողովի անդամ, որը 1974 թվականին որոշել էր թաքցնել դոնարայի ախտորոշումը նրանից, նա գրում էր, որ իրեն ստիպել են ստորագրել գաղտնիության պայմանագիր սպառնացել են աշխատանքից հեռացնելով, եթե նրանք բացահայտեն ճշմարտությունը, այս մարդը, որի անունը երբեք չբացահայտվեց, փորձում էր քավել իր մեղքը, գրելով դոնարային նամակներ, բայց դա արդեն ուշ էր, վնասը արդեն հասցված էր։ Տիգրանը արդեն կրում էր իր մոր արյան անեծքը։ Ո՞վ էր այդ բժիշկը, ինչու՞։ Նա երբեք չհամարձակվեց հանդես գալ հրապարակայնորեն, արդյոք նա դեռ ապրում է իր մեղավորության հետ, թե տարավ այդ գաղտնիքը իր հետ գերեզման։ 1988 թվականին դոնարայի կարիերան սկսեց կործանվել, նրա համերգները դարձան ավելի քիչ, նրա ձայնը կորցրեց իր նախկին հզորությունը, իսկ լրագրողները սկսեցին գրել, որ ժողովրդական երգչուհին հնացել է։ Բայց իրականում դոնարան չէր հնացել, նա ուղղակի չէր կարողանում ապրել այն ծանրության տակ, որը կրում էր իր հոգում, նրա մենեջերը, տեսնելով, որ երգչուհին այլևս չի բերում նախկին եկամուտները, սկսեց հեռանալ նրանից։ Համերգները չեղարկվում էին վերջին րոպեին, պայմանագրերը խզվում էին, իսկ դոնարան մնում էր առանց աշխատանքի, առանց եկամտի։ Արամը աշխատում էր թատրոնում, բայց նրա աշխատավարձը բավարար չէր ապահովելու ընտանիքի կարիքները, հատկապես երբ Տիգրանը սկսեց կարիք ունենալ թանկարժեք դեղորայքի հատուկ բուժման։ Դոնարան փորձեց վաճառել իր մեդալները, իր շքեղ զգեստները, նույնիսկ իր ամենասիրելի զարդերը, որոնք նրան նվիրել էին երկրպագուները, բայց դա բավարար չէր, ընտանիքը սկսեց սողոսկել դեպի աղքատություն, Դոնարան զգում էր, որ նա կորցնում է ամեն ինչ, իր կարիերան, իր առողջությունը, իր ընտանիքը, իսկ ամենակարևորը՝ իր որդու ապագան։ Տիգրանի վիճակը վատանում էր օրեցօր, նա սկսեց ունենալ ուժեղ հալյուցինացիաներ, որոնք դարձան այնքան ինտենսիվ, որ երբեմն նա չէր կարողանում տարբերել իրականությունը երակայությունից։ Դոնարան տեսնում էր, թե ինչպես է իր որդին դանդաղորեն կորչում նույն խավարի մեջ, որտեղ նա ինքը ապրում էր տարիներ շարունակ, նա փորձեց տանել նրան լավագույն հոգեբույժների մոտ, բայց Սովետական Միությունում հոգեբուժական բուժումը սահմանափակվում էր հիմնականում ուժեղ դեղորայքով, որոնք ավելի շատ թմրեցնում էին հիվանդին, քան բուժում։ Տիգրանը դարձավ ապաթետիկ, կորցրեց հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, Դոնարան զգում էր, որ նա դիտում է իր որդու դանդաղ մահը, անկարող ինչ-որ բան անել, նրա մեղավորության զգացումը դարձավ այնքան անտանելի, որ նա սկսեց մտածել ինքնասպանության մասին։ Նրա օրագրում կան գրառումներ, որտեղ նա գրում է. «Եթե ես չլինեի, Տիգրանը չէր ծնվի այս տառապանքների մեջ, ես եմ մեղավոր նրա ցավի համար, ես եմ այն մայրը, որը դատապարտեց իր որդուն կյանքի դժոխքի»։ Արամը փորձում էր պահել Դոնարային, բայց նա ինքը նույնպես կոտրվում էր այս ողբերգության տակ։ 1991 թվականին, երբ Սովետական Միությունը փլուզվեց, Դոնարայի ընտանիքի համար սկսվեց նոր փուլ, ավելի ծանր, ավելի ցավոտ, հին համակարգը, որը գոնե ապահովում էր նվազագույն սոցիալական աջակցություն, այլևս չկար։ Դոնարան կորցրեց իր պենսիան, իր բժշկական ապահովագրությունը, իր ամեն ինչը, նա փորձեց վերադառնալ բեմ, բայց նոր ժամանակներում ոչ ոք չէր հետաքրքրվում սովետական երգչուհիներով, երիտասարդ աստղերը գրավում էին բեմերը, իսկ Դոնարան մնում էր անտեսված, մոռացված, նա սկսեց երգել փողոցներում, մետրոյի անցումներում, փորձելով վաստակել գոնե մի փոքր գումար Տիգրանի դեղերի համար, մարդիկ, ովքեր մի ժամանակ կանգնում էին հերթերում նրա համերգների տոմսերի համար, այժմ անցնում էին նրա կողքով, չճանաչելով նախկին աստղին։ Դոնարան ծերացել էր, նրա դեմքը ծածկված էր կնճիռներով, նրա ձայնը կոտրված էր տարիների ալկոհոլից, ծխախոտից, իսկ նրա աչքերում կար անհույս ցավ, որը խոսում էր ավելի բարձր, քան ցանկացած երգ, նրա կյանքը վերածվել էր ողբերգության, որը շարունակվում էր օրեցօր, առանց որևէ հույսի, փրկության։ Տիգրանը, տեսնելով իր մոր տառապանքները, փորձեց օգնել նրան, թե նա ինքը տառապում էր ծանր հոգեկան խանգարումներից, նա աշխատում էր պահել մայրը, նա սկսեց գրել բանաստեղծություններ, որոնք լի էին ցավով, հուսահատությամբ, բայց նա սիրով դեպի մայրը։ Այդ բանաստեղծություններից մեկում նա գրեց. «Մայրիկ, դու ինձ տվեցիր կյանք, բայց նա տվեցիր ցավ, բայց ես քեզ չեմ մեղադրում, որովհետև գիտեմ, դու ինքդ էլ ես տառապում, մենք երկուսս էլ զոհեր ենք այն համակարգի, որը մեզ օգտագործեց, նետեց»։ Երբ Դոնարան կարդաց այս տողերը, նա լաց եղավ ժամերով շարունակ, նա հասկացավ, որ իր որդին, չնայած իր հիվանդությանը, ունի ավելի խորը հասկացողություն, քան շատ առողջ մարդիկ, բայց այս հասկացողությունը չէր կարող փրկել նրանց։ Նրանք երկուսն էլ դատապարտված էին ապրել իրենց արյան անեծքի հետ, ոչ ոք չէր կարող փոխել այդ ճակատագիրը։
1995 թվականին Արամը մահացավ սրտի կաթվածից, նա չդիմացավ այն ծանրությանը, որը կրում էր տարիներ շարունակ, նրա մահը եղավ վերջին հարված Դոնարայի համար, նա կորցրեց իր միակ աջակիցին, իր միակ ընկերոջը Մարթուն, ով սիրում էր նրան չնայած ամեն ինչին, Դոնարան Տիգրանը մնացին միայնակ երկուսը միասին, բայց մինույն ժամանակ մենակ իրենց ցավի մեջ, Դոնարան սկսեց խմել ավելի շատ, փորձելով մոռանալ իր ցավը, բայց ալկոհոլը միայն խորացնում էր նրա դեպրեսիան։ Տիգրանը փորձում էր խնամել մայրը, բայց նա ինքը կարիք ուներ խնամքի, նրանք երկուսն էլ սողոսկում էին դեպի անդունդ, ոչ ոք չէր կարող նրանց կանգնեցնել, Դոնարայի քույրը Լուսինեն փորձեց օգնել նրանց, բայց նա ինքը ուներ իր ընտանիքը չէր կարող ամբողջ ժամանակ լինել նրանց կողքին։ Դոնարան Տիգրանը մնացին իրենց ճակատագրի հետ դեմ առ դեմ, առանց որևէ փրկության հույսի։ Բայց ամենասարսափելին դեռ սպասում էր նրանց, 1998 թվականին Տիգրանի վիճակը կտրուկ վատացավ, նա սկսեց ունենալ ինքնասպան մտքեր, որոնք դարձան ավելի ինտենսիվ, Դոնարան տեսնում էր, թե ինչպես է իր որդին դանդաղորեն հեռանում իրականությունից, նա զգում էր, որ կորցնում է նրան, նա փորձեց տանել նրան հոգեբուժարան, բայց Տիգրանը հրաժարվեց, նա ասաց մոր մայրիկ, ես չեմ ուզում ապրել այս ցավի մեջ, ես հոգնել եմ պայքարելուց։ Ես ուզում եմ հանգիստ, Դոնարան լսեց այս բառերը, զգաց, որ նրա սիրտը կոտրվում է, նա հասկացավ, որ իր որդին հասել է այն կետին, որտեղ նա ինքը եղել էր բազմիցս, բայց նա չէր կարող թույլ տալ, որ Տիգրանը հրաժարվի կյանքից, նա սկսեց աղոթել, խնդրել, մինչ որ Տիգրանը համաձայնեց մնալ, բայց Դոնարան գիտեր, որ սա ժամանակավոր էր, նրա որդին դանդաղորեն մեռնում էր, նա անզոր էր կանգնեցնելու այդ գործընթացը, արդյոք Դոնարան կարողանա փրկել իր որդուն, թե նա դատապարտված է դիտելու նրա դանդաղ մահը, ինչ տեղի ունեցավ հետո, ինչպես այս ողբերգությունը վերջացավ։ Երանի հոգեբուժական դիսպանսերի արխիվում, որը բացվեց միայն 2018 թվականին, գտնվեց մի թղթապանակ կարմիր կնիքով ստորագրությամբ գաղտնի, չբացել առանց հատուկ թույլտվության։ Այդ թղթապանակի ներսում էին տասնյակ բժշկական եզրակացություններ, որոնք վերաբերում էին Դոնարա Պետրոսյանին, նրա որդուն, Տիգրանին, բայց ամենաշոկային փաստաթուղթը եղավ մի նամակ, որը գրված էր 1999 թվականի փետրվարին։ Այդ նամակում անհայտ հոգեբույժ դիմում էր առողջապահության նախարարությանը։ Պահանջելով անհապաղ միջամտություն Տիգրանի դեպքում, բժիշկը գրում էր, պացիենտը ցուցաբերում է ծայրահեղ ինքնասպան տենդենսներ, նրա մայրը, ով ինքն էլ տառապում է նույն ախտորոշումից, անկարող է ապահովել անհրաժեշտ վերահսկողությունը։ Պահանջում եմ տեղափոխել երկուսին էլ պետական հոգեբուժարան շուրջօրյա դիտարկման տակ, բայց այս նամակը երբեք չստացավ պատասխան, ավելին, թղթապանակում կար ռետինե դրոշը մերժված պատճառ բյուջետային սահմանափակումներ, ով էր այն բյուրոկրատը, որը որոշեց, որ գումարը ավելի կարևոր է, քան երկու մարդու կյանքը, ինչու՞։ Այս նամակը թաքցվեց 50 տարի, քանի՞։ Նման դեպքեր կան դեռս փակ արխիվներում, արդյոք Դոնարան Տիգրանը կարող էին փրկվել, եթե այդ նամակը լուրջ վերաբերմունք ստանար։ 1999 թվականի գարնանը Դոնարան կատարեց վերջին հուսահատ քայլը, նա վաճառեց իր բնակարանը Երանում, այն միակ ունեցվածքը, որ մնացել էր նրանց ընտանիքին, գումարը, որը նա ստացավ, բավարար էր միայն 6 ամսվա դեղորայքի համար Տիգրանի համար, Դոնարան Տիգրանը տեղափոխվեցին նրա քրոջ Լուսինեի փոքրիկ բնակարան, որտեղ արդեն ապրում էին 4 մարդ, Լուսինեն ընդունեց նրանց, բայց պայմանով, որ Դոնարան կդադարեցնի խմելը կփորձի գտնել աշխատանք, Դոնարան խոստացավ, բայց նա գիտեր, որ այս խոստումը դժվար կլինի պահել, նրա ալկոհոլային կախվածությունը դարձել էր այնքան ուժեղ, որ նա չէր կարողանում անցկացնել օր առանց խմելու, բայց նա փորձեց Տիգրանի համար, նա սկսեց փնտրել աշխատանք, բայց 65 տարեկան նախկին երգչուհու համար աշխատանք գտնելը անհնար էր, նրան մերժում էին ամենուր, ռեստորաններում, խանութներում, նույնիսկ մաքրուհու պաշտոնում, Դոնարան զգում էր, որ նա դարձել է անտեսանելի մարդ, ում հասարակությունը արդեն դատապարտել էր մոռացման։ Տիգրանի վիճակը շարունակում էր վատանալ, նա սկսեց լսել ձայներ, որոնք հրամայում էին նրան վնասել ինքն իրեն, Դոնարան փորձում էր պահել նրան, խոսել նրա հետ, հանգստացնել, բայց դա դառնում էր ավելի ու ավելի դժվար, մի գիշեր Տիգրանը արթնացավ, սկսեց գոչել, որ տեսնում է արյուն պատերի վրա, Դոնարան վազեց նրա սենյակ, գտավ նրան անկյունում, ծածկված իր սեփական արյունով, Տիգրանը քերծել էր իր ձեռքերը մինչ մաշկը, փորձելով մաքրել այն, ինչ նա տեսնում էր որպես կեղտ, Դոնարան կանչեց շտապ օգնություն, բայց երբ բժիշկները եկան, նրանք ասացին, որ չեն կարող տեղափոխել Տիգրանին հոգեբուժարան առանց նրա համաձայնության կամ դատարանի որոշման, Դոնարան աղաչեց, լաց եղավ, բայց բժիշկները հեռացան, թողնելով նրան միայնակ իր տառապող որդու հետ։
Այդ գիշերը Դոնարան նստեց Տիգրանի կողքին, պահեց նրա ձեռքը մինչ առավոտ, նա երգեց նրան հին օրորոցներ, նույն երգերը, որոնք երգում էր, երբ Տիգրանը փոքր էր, բայց այժմ այդ երգերը հնչում էին որպես ողբ, մայրական սիրո անզորության ողբ։ Լուսինեն, տեսնելով այս ողբերգությունը, որոշեց միջամտել, նա գնաց տեղական ադմինիստրացիա, պահանջեց օգնություն իր քրոջ եղբորորդու համար, բայց պաշտոնյաները ասացին նրան, որ նրանք չունեն ռեսուրսներ բոլոր կարիքավորներին օգնելու համար։ Նրանք առաջարկեցին Լուսինեին տեղափոխել Դոնարային Տիգրանին հին մարդկանց տուն, որտեղ նրանք կստանային հիմնական խնամք։ Լուսինեն հրաժարվեց, գիտենալով, որ այդ տները ավելի շատ նման էին բանտերի, քան խնամքի կենտրոնների, նա վերադարձավ տուն, զայրացած, հուսահատ, նա ասաց. Դոնարային քույրիկ, ես չեմ կարող ավելի օգնել քեզ, ես ունեմ իմ ընտանիքը, իմ երեխաներին, դու պետք է գտնես ելք այս իրավիճակից։ Դոնարան հասկացավ, որ նա կորցնում է իր վերջին աջակիցին, նա նայեց Լուսինեին, ասաց. Ես գիտեմ, որ ես բեռ եմ քեզ համար։ Ես կգնամ, բայց խնդրում եմ, մի լքիր Տիգրանին։ Լուսինեն լաց եղավ, գրկեց քրոջը, ասելով, որ նա երբեք չի լքի նրանց, բայց երկուսն էլ գիտեին, որ խոստումները երբեմն չեն կարող փրկել մարդկանց իրենց ճակատագրից։ 1999 թվականի աշնանը Դոնարան կատարեց իր վերջին համերգը, այն տեղի ունեցավ փոքրիկ ակումբում, որտեղ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ, հիմնականում նրա հին երկրպագուները։ Դոնարան բարձրացավ բեմ, հագած իր հին համերգային զգեստը, որը այժմ մեծ էր նրա նիհարած մարմնի վրա, նա սկսեց երգել, բայց նրա ձայնը կոտրվում էր, նրա ձեռքերը դողում էին, իսկ նրա աչքերից հոսում էին արցունքներ։ Հանդիսատեսը նստած էր լռությամբ, տեսնելով ոչ թե նախկին աստղին, այլ կոտրված կնոջը, որը փորձում էր պահել իր վերջին արժանապատվությունը։ Երբ Դոնարան ավարտեց իր վերջին երգը, հանդիսատեսը ոտքի ելավ, ծափահարեց, ոչ թե նրա ձայնի համար, այլ նրա քաջության համար։ Դոնարան խոնարհվեց, հեռացավ բեմից, գիտենալով, որ սա նրա վերջին համերգն էր։ Նա վերադարձավ տուն, գտավ Տիգրանին նստած պատուհանի մոտ, նայելով դեպի մութ երկինքը։ Նա մոտեցավ նրան, ասաց. Տիգրան, ես երգեցի քեզ համար այսօր, դու լսեցի՞ր։ Տիգրանը շրջվեց, նայեց մոր աչքերին, ասելով. Այո մայրիկ, ես լսեցի։ Դու միշտ էլ երգել ես ինձ համար, այդ պահին։ Դոնարան հասկացավ, որ չնայած ամեն ինչին, նրա որդին դեռ սիրում է նրան։ Բայց այդ սերը չէր կարող փրկել նրանց։ 1999 թվականի ձմռանը Տիգրանը կատարեց իր առաջին ինքնասպան փորձը։ Նա խմեց մեծ քանակությամբ դեղեր, փորձելով ավարտել իր տառապանքները։ Դոնարան գտավ նրան անգիտակից վիճակում, կանչեց շտապ օգնություն։ Բժիշկները փրկեցին Տիգրանին, բայց նրանք ասացին Դոնարային, որ հաջորդ անգամ նա կարող է չհասցնել։ Նրանք խորհուրդ տվեցին տեղափոխել Տիգրանին հոգեբուժարան, շուրջօրյա դիտարկման տակ, բայց Դոնարան հրաժարվեց։ Նա չէր կարող պատկերացնել իր որդուն փակված այդ սարսափելի տեղերում, որտեղ հիվանդներին վերաբերվում էին որպես կենդանիների, նա որոշեց պահել Տիգրանին տանը, ինքը խնամել նրան, բայց այս որոշումը եղավ նրա ամենամեծ սխալը։ Դոնարան չէր կարող լինել 24 ժամ Տիգրանի կողքին, նա պետք է աշխատեր, գնար խանութ, աներ տնային գործեր, իսկ այդ ժամանակ Տիգրանը մնում էր միայնակ իր մութ մտքերի հետ, որոնք հրամայում էին նրան ավարտել իր կյանքը։ Մի օր, երբ Դոնարան գնացել էր շուկա, Տիգրանը նստեց, գրեց նամակ իր մոր համար։ Այդ նամակում նա գրեց. Մայրիկ, ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես, ես քեզ սիրում եմ ավելի, քան ցանկացած բան այս աշխարհում, բայց ես չեմ կարող ավելի ապրել այս ցավի մեջ։ Ես հոգնել եմ պայքարելուց, հոգնել եմ տեսնելուց, թե ինչպես դու տառապում ես իմ պատճառով։ Ես գիտեմ, որ դու մեղավոր չես, դու ինձ տվեցիր կյանք, դա ամենամեծ նվերն էր, որ դու կարող էիր տալ, բայց այժմ ես պետք է վերադարձնեմ այդ նվերը, որովհետև ես չեմ կարող ավելի գրել այն, խնդրում եմ, մի մեղադրիր ինքդ քեզ, դու եղել ես լավագույն մայրը, որ ես կարող էի ունենալ, ես միշտ կսիրեմ քեզ, նույնիսկ երբ ես այլս այստեղ չեմ լինի։ Տիգրանը ծալեց նամակը, դրեց այն սեղանի վրա, գնաց դեպի պատշգամբ։ Երբ Դոնարան վերադարձավ տուն, նա գտավ այդ նամակը, հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, նա վազեց դեպի պատշգամբ, բայց արդեն ուշ էր։ Տիգրանը կատարել էր իր վերջին որոշումը, Դոնարան կարողացավ միայն պահել նրա անշունչ մարմինը, գոչելով այնպիսի ցավով, որը կարող էր լսվել ամբողջ շենքում։ Ինչպես Դոնարան ապրեց Տիգրանի մահից հետո, ինչպիսին էր նրա վերջին օրերը, արդյոք նա երբե ներեց իրեն իր որդու մահվան համար, ով էին այն մարդիկը, ովքեր պատասխանատու էին այս ողբերգության համար, արդյոք նրանք երբե պատասխան տվեցին իրենց արարքների համար։ Պատասխանները սպասում են մեզ հաջորդ գլուխներում, որտեղ մենք կբացահայտենք այս արյան անեծքի վերջնական ճշմարտությունը։ Երանի քաղաքային դատարանի արխիվում պահվում է մի գործ, որը երբեք չհասավ դատական նիստի, այն ներառում է հայց ներկայացված Դոնարա Պետրոսյանի կողմից 1999 թվականի դեկտեմբերին, ընդամենը 2 շաբաթ Տիգրանի մահից հետո։
Այդ հայցում Դոնարան պահանջում էր քրեական հետապնդում սկսել այն բժիշկների, մենեջերների, պաշտոնյաների դեմ, ովքեր թաքցրել էին նրա ախտորոշումը 1974 թվականից, նա ներկայացրել էր ապացույցներ, բժշկական քարտերի պատճեններ, գաղտնի նամակներ, վկաների ցուցմունքներ, բայց գործը փակվեց մեկ ամսվա ընթացքում, եզրակացությամբ անբավարար ապացույցներ, դատախազությունը պնդեց, որ բոլոր մեղադրյալները գործել են օրենքի շրջանակներում, որ Դոնարան ինքն է պատասխանատու իր որոշումների համար։ Բայց գործի վերջին էջում կա մի ձեռագիր նշում, որը գրված է անհայտ մարդու կողմից, այս գործը չպետք է երբե բացվի, շատ ազդեցիկ անուններ են ներգրավված, Հրահանգ, վերից, ով էր այդ վերը, ով ուներ այնքան իշխանություն, որ կարողանում էր փակել քրեական գործ։ Մեկ հրամանով, ինչպիսի անուններ էին թաքնված այդ փաստաթղթերի ետում, քանի նման գործեր են դեռս փակ մնում Հայաստանի արխիվներում, արդյոք Դոնարան իմացավ, թե ով կանգնած էր այս ծածկոցի ետում, արդյոք նա փորձեց պայքարել դրա դեմ։ Դոնարան ապրեց Տիգրանի մահից հետո 7 տարի, յուրաքանչյուր օր կրելով անտանելի մեղավորության ծանրությունը, նրա քույրը Լուսինեն պատմում է, որ Դոնարան այլս չէր խոսում, նա նստում էր ժամերով շարունակ պատուհանի մոտ, նայելով դեպի փողոց, որտեղ Տիգրանը սիրում էր խաղալ երեխա ժամանակ, նրա սենյակի պատերը ծածկված էին Տիգրանի նկարներով, նրա բանաստեղծություններով, նրա մանկական նկարներով, Դոնարան ստեղծել էր մի տեսակ սրբավայր իր որդու հիշատակին, նա ապրում էր այդ սրբավայրում, մերժելով դուրս գալ իրական աշխարհ, նա դադարեց ուտել, դադարեց խոսել, դադարեց ապրել, Լուսինեն փորձում էր օգնել նրան, բերում էր բժիշկներ, հոգեբույժներ, բայց Դոնարան հրաժարվում էր ցանկացած բուժումից, նա ասում էր միայն մեկ բան, ես սպասում եմ Տիգրանին, նա կգա ինձ համար։ Լուսինեն հասկանում էր, որ քույրը կորցրել է կապը իրականության հետ, բայց նա չգիտեր, թե ինչպես վերադարձնել նրան, Դոնարան արդեն ապրում էր մեկ այլ աշխարհում, այնտեղ, որտեղ նա կարող էր լինել իր որդու հետ։ 2000 թվականին Դոնարայի առողջական վիճակը կտրուկ վատացավ, նրա հոգեկան խանգարումները, որոնք տարիներ շարունակ բուժում չէին ստացել, հասան այնպիսի փուլի, որ նա այլս չէր կարողանում ինքնուրույն սպասարկել իրեն։ Լուսինեն ստիպված եղավ տեղափոխել նրան հոգեբուժական հիվանդանոց, որտեղ Դոնարան անցկացրեց իր վերջին 3 տարիները, այնտեղ աշխատող բուժքույրերից մեկը, Անահիտը, հիշում է, որ Դոնարան երբեմն երգում էր իր հին երգերը, բայց բառերը խառնում էր, մելոդիաները փոխում, նա երգում էր Տիգրանի համար, թե նա այլս այնտեղ չէր, Անահիտը պատմում է, որ մի օր Դոնարան նրան տվեց մի փոքրիկ տուփ, ասելով, սա Տիգրանի համար է, երբ նա գա, տուր նրան, տուփի ներսում էր մի հին լուսանկար, Դոնարան փոքրիկ Տիգրանը միասին, երջանիկ ժպտացող, Անահիտը պահեց այդ տուփը, բայց Տիգրանը երբեք չեկավ, Դոնարան սպասեց մինչ իր վերջին շունչը, բայց նրա որդին այլս չէր կարող գալ, 2003 թվականի մարտի 25-ին Դոնարա Պետրոսյանը հանգչեց իր տառապանքներից, նրա մահվան վկայականում գրված է սրտի անբավարարություն։ Բայց բոլորը, ովքեր ճանաչում էին նրան, գիտեին, որ նա մեռավ կոտրված սրտից։ Դոնարայի թաղմանը ներկա էին միայն մի քանի մարդիկ, Լուսինեն, նրա ընտանիքը, մի քանի հին երկրպագուներ, ովքեր դեռ հիշում էին նախկին աստղին, բայց այնտեղ էր նա մի անծանոթ տարեց մարդ, ով կանգնած էր հեռվից լաց էր լինում։ Թաղումից հետո այդ մարդը մոտեցավ Լուսինեին ներկայացավ որպես Վահագն Սարգսյան, հոգեբույժ, ով բուժել էր Դոնարային 1970-ականներին, նա ասաց Լուսինեին, ես եմ այն մարդը, ով գրել էր այն նամակները ձեր քրոջը, ես եմ այն մարդը, ով մասնակից էր այն հանձնաժողովին, որը թաքցրեց նրա ախտորոշումը, ես ապրել եմ այս մեղավորության հետ 29 տարի, ես ուզում եմ, որ դուք իմանաք ճշմարտությունը, Վահագնը պատմեց Լուսինեին, որ 1974 թվականին նրան նրա գործընկերներին կանչել էին մշակույթի նախարարություն ասել, որ Դոնարա Պետրոսյանը ազգային գանձ է, որ նրա ախտորոշումը պետք է մնա գաղտնի։ Նրանց սպառնացել էին աշխատանքից հեռացնելով նույնիսկ ազատազրկմամբ, եթե նրանք բացահայտեն ճշմարտությունը, Վահագնը ասաց, որ նա փորձել է դիմադրել, բայց նրան ասել են, դու ընտրություն ունես կամ քո կարիերան, կամ մի երգչուհու ճակատագիրը, ընտրիր իմաստուն, Վահագնը ընտրեց իր կարիերան, այդ ընտրությունը հետապնդեց նրան մինչ վերջ։ Լուսինեն լսեց այս պատմությունը զգաց, որ վերջապես հասկանում է ողբերգության ամբողջ մասշտաբը, նա հարցրեց Վահագնին, ով էր այն մարդը, ով տվեց այդ հրահանգը, Վահագնը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց, նրա անունը էր Արտակ Գրիգորյան, մշակույթի նախարարության փոխնախարար, նա էր այն մարդը, ով վերահսկում էր սովետական Հայաստանի ամբողջ էստրադան, նա որոշում էր, թե ով կերքի, ով կճանապարհորդի արտասահման, ով կստանա պարկներ, Դոնարան նրա համար էր ոսկե հավը, որը բերում էր հսկայական եկամուտներ, նա չէր ուզում կորցնել այդ աղբյուրը, Լուսինեն հարցրեց, որտեղ է այդ մարդը հիմա, Վահագնը ժպտաց դառնորեն ասաց, նա մեռավ 1999 թվականին, հարուստ հարգված մարդ, նա երբեք չպատասխանեց իր արարքների համար։
Նա տարավ իր գաղտնիքները գերեզման, ինչպես շատերը այդ ժամանակներից, Լուսինեն զգաց անզորության զայրույթ, նա հասկացավ, որ արդարությունը երբեք չի վերականգնվի, որ նրանք, ովքեր ոչնչացրին Դոնարայի Տիգրանի կյանքները, երբեք չեն պատասխանի իրենց արարքների համար։ Բայց Վահագնը չդադարեց, նա ասաց Լուսինեին. «Ես գիտեմ, որ ես չեմ կարող վերադարձնել ձեր քրոջը կամ նրա որդուն, բայց ես կարող եմ տալ ձեզ ինչ-որ բան, որը կօգնի պահպանել նրանց հիշատակը»։ Նա տվեց Լուսինեին մի հին թղթապանակ, որը պարունակում էր բոլոր բժշկական փաստաթղթերը, նամակները, հանձնաժողովի արձանագրությունները, ամեն ինչ, որ ապացուցում էր, թե ինչպես Դոնարային խաբեցին, օգտագործեցին։ Վահագնը ասաց. «Ես պահել եմ այս փաստաթղթերը 30 տարի, սպասելով ճիշտ պահին։ Այժմ դրանք պատկանում են ձեզ, արեք դրանցով այն, ինչ համարում եք ճիշտ»։ Լուսինեն վերցրեց թղթապանակը, խոստացավ, որ կպայքարի, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։ Նա սկսեց կապվել լրագրողների, իրավապաշտպանների, պատգամավորների հետ, բայց ամենուրեք նա հանդիպեց նույն պատասխանին. «Սա հին պատմություն է, ոչ ոք չի հետաքրքրվի»։ Լուսինեն հասկացավ, որ համակարգը, որը ոչնչացրեց նրա քրոջը, դեռ գործում է, դեռ պաշտպանում է իր գաղտնիքները։ 2012 թվականին Լուսինեն որոշեց հրապարակել Դոնարայի պատմությունը համացանցում։ Նա ստեղծեց բլոգ, որտեղ տեղադրեց բոլոր փաստաթղթերը, լուսանկարները, Տիգրանի բանաստեղծությունները։ Պատմությունը տարածվեց արագ, հազարավոր մարդիկ սկսեցին կարդալ այն, շատերը գրեցին մեկնաբանություններ, արտահայտելով իրենց ցասումը, կարեկցանքը, բայց եղան նրանք, ովքեր մեղադրեցին Դոնարային, ասելով, որ նա ինքն է պատասխանատու իր ընտրությունների համար։ Լուսինեն պատասխանեց այդ մեկնաբանություններին. «Իմ քույրը չուներ ընտրություն, նրան խաբեցին, օգտագործեցին, նետեցին, նա զոհ էր համակարգի, որը արժորում էր շահույթը ավելի, քան մարդկային կյանքները»։ Բայց քննարկումները շարունակվեցին։ Լուսինեն հասկացավ, որ նույնիսկ երբ ճշմարտությունը բացահայտվում է, մարդիկ դեռ կարող են ընտրել չհավատալ դրան։ 2018 թվականին, երբ Երանի հոգեբուժական դիսպանսերի արխիվները բացվեցին, Լուսինեի պայքարը վերջապես ստացավ պաշտոնական ճանաչում։ Փաստաթղթերը, որոնք նա հրապարակել էր, հաստատվեցին որպես իսկական։ Առողջապահության նախարարությունը հրապարակեց պաշտոնական ներողություն Դոնարա Պետրոսյանի ընտանիքին, բայց այդ ներողությունը եկավ 15 տարի Դոնարայի մահից հետո, 25 տարի Տիգրանի մահից հետո։ Այն էր պարզապես բառեր թղթի վրա, առանց որևէ իրական հատուցման կամ պատասխանատվության։ Լուսինեն ասաց լրագրողներին. «Ես չեմ ուզում ներողություն, ես ուզում եմ, որ այս պատմությունը դառնա դաս բոլորի համար։ Ես ուզում եմ, որ մարդիկ հիշեն, թե ինչ տեղի ունեցավ, երբ համակարգը սկսեց վերաբերվել մարդկանց որպես ապրանքների։ Ես ուզում եմ, որ իմ քրոջ եղբորորդու մահը չլինի զուր»։ Նրա բառերը հնչեցին հզոր, բայց Լուսինեն գիտեր, որ դասերը հաճախ մոռացվում են, պատմությունը կրկնվում է։ Այսօր, երբ մենք նայում ենք Դոնարա Պետրոսյանի նրա որդու Տիգրանի պատմությանը, մենք տեսնում ենք ոչ միայն անհատական ողբերգություն, այլ ամբողջ համակարգի ձախողում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին, օգնեին, փոխարենը ընտրեցին շահույթը, իշխանությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես գաղտնիքները ստերը կարող են ոչնչացնել ամբողջ ընտանիքներ, բայց մենք նա տեսնում ենք սերը, մայրական սերը, որը չկոտրվեց նույնիսկ ամենամութ պահերին։ Դոնարան սիրեց իր որդուն մինչ վերջ, չնայած իմանալով, որ նա փոխանցել է նրան իր արյան անեծքը, այդ սերը չկարողացավ փրկել Տիգրանին, բայց այն մնաց որպես վկայություն նրա մարդկայնության։ Դոնարան չէր ընտրել իր հիվանդությունը, նա չէր ընտրել խաբվել, նա չէր ընտրել կորցնել իր որդուն։ Բայց նա ընտրեց սիրել, այդ ընտրությունը դարձավ նրա միակ փրկությունը։ Արդյոք Դոնարա Պետրոսյանը զոհ էր համակարգի, որը օգտագործեց նրան, նետեց, թե՞ նա ինքն էր պատասխանատու իր ընտրությունների համար։ Արդյոք նա պետք է մեղադրվի այն բանի համար, որ ծնեց երեխա, չիմանալով իր իսկական ախտորոշման մասին։ Արդյոք մենք, որպես հասարակություն, պատրաստ ենք ընդունել մեր պատասխանատվությունը այն համար, որ թույլ տվեցինք այսպիսի ողբերգություններին տեղի ունենալ։ Այս հարցերը չունեն պարզ պատասխաններ, բայց դրանք պետք է տրվեն, եթե մենք ուզում ենք կանխել նմանատիպ ողբերգությունները ապագայում։ Դոնարայի Տիգրանի պատմությունը պետք է հիշվի ոչ միայն որպես անհատական ցավ, այլ որպես զգուշացում բոլորի համար։ Այն պետք է հիշեցնի մեզ, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ճշմարտության, արժանի է հարգանքի, արժանի է սիրո, անկախ նրանից, թե ինչ հիվանդություններ է կրում կամ ինչ սխալներ է կատարել։ Բարեկամներ, ինչպե՞ս եք վերաբերվում Դոնարա Պետրոսյանին։ Կարծում եք նա զոհ էր համակարգի, որը խաբեց, օգտագործեց նրան, թե՞ ինքն էր պատասխանատու իր որդու ճակատագրի համար։ Արդյոք մայրը, ով չգիտեր իր իսկական ախտորոշման մասին, կարող է մեղադրվել այն բանի համար, որ փոխանցեց հիվանդությունը իր երեխային։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում հիշում են Դոնարային նրա ողբերգական պատմությունը։ Ցեղմեք հավանել, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ բացահայտվի, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին,
ովքեր դարձան իրենց ժամանակների զոհերը։ Միասին մենք կարող ենք պահպանել նրանց հիշատակը ապահովել, որ նմանատիպ ողբերգություններն այլևս չկրկնվեն։